եռատոնը մեզ համար եղել է եռատոն, դա հասկանանք, որ դա մեր ժողովուրդն է արել, նույն այդ ժողովուրդը հիմա ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ընդամենը առաջնորդության պակաս կա, չկա այդպիսի բան։ Հերթով նայեք, տեսեք հակահետախուզության պետում են դնում, ինչի մասին է խոսքը, դրա համար են հիմա այսպես կենաց մահու կռիվ տալիս իշխանության մնալու համար, անհամբերը սպասում եմ, թե իրենք երբ պիտի պատասխան տան, բայց ես անհամբերը սպասում եմ այն օրվան, երբ որ սրանք իշխանության չեն լինի, իշխանությունը պետք է սրանք զիջեն, պիտի զիջեն ժողովրդի կամքին։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք ազատամարտիկ բժիշկ Տարոն Տոնոյանին։ Բարև ձեզ, պարոն Տոնոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սիրով եմ եկել։ Մայիսի 9-ը մեր համար եռատոն է, եռատոն էլ կմնա։ Անշուշտ։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է, եռատոն էլ կմնա։ Դուք մասնակցել եք Արցախյան 3 պատերազմներին։ Որն էր Արցախյան առաջին ազատամարտի Շուշիի ազատագրման դերը մեր ժողովրդի կյանքում հայկական երկու պետականությունների կայացման գործընթացը։ Եթե այս հարցադրումը լիներ մինչև 20 թվականը Շուշիի ազատագրման դերն ու նշանակությունը մեր ժողովրդի պատմության մեջ, պատասխանս մի փոքր այլ կլիներ։ Այլ է հիմա պատասխանս լինելու, քանի որ հիմա երբ որ ժամանակավոր մենք դա կորցրել ենք եւ պիտի ասեմ, որ դրա արժեքը, դերն ու նշանակությունը ընդհանրապես ոչ միայն Շուշիի, այլև Արցախի, մեր ժողովրդի բարոյահոգեբանական կերտվածքի վրա, որքան անդրադարձ է ունեցել, ինչ անդրադարձ է դա ունեցել, նաև ստրատեգիական առումով, մեր երկրի անվտանգության առումով պատասխանները հիմա լրիվ այլ են, որովհետև մենք հիմա այլ գնահատական ենք տալիս եւ դրա դերն ու նշանակությունը, կարևորությունը հիմա ենք հասկանում, երբ որ առավել եւս թշնամին արդեն հիմա նստած է մեր բարձունքների, մեր լճերի վրա, մեր գետերի հունին է նստած, գետաբերաններում է նստած, Հայաստանի ինքնիշխան տարածքում է նստած։ Այս ամեն ինչի գնահատականը հիմա մենք ավելի ենք հասկանում, թե ինչ արեցինք, ինչ կատարվեց եւ հիմա ինչ կատարվեց։ Առաջ անցնելով պիտի ասեմ, որ ես միանշանակ կողմ եմ, որ մենք եռատոնը մեզ համար եղել է եռատոն եւ կմնա միշտ եռատոն։ Եվ այն խոսույթը, այն վարքը, ինչ որ դրսևորվում է ժամանակակից այսօրվա մեր իշխանությունների կողմից, նսեմացնելու այդ հաղթանակների դերը, նշանակությունը, սա պետական իրենց հարիր քաղաքականություն է, որ մեզ տանում է դեպի պարտվողականության, ծնկի գալու, իսկ մենք պետք է դա հասկանանք, որ դա մեր ժողովուրդն է արել, նույն այդ ժողովուրդը հիմա ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ընդամենը առաջնորդության պակաս կա, մենք նորից նույն այդ սխանքների կարող ենք գնալ, ճիշտ պատրաստվելու, հանդարտ, տևականորեն մեր աշխատանքները եւ մեր ռազմավարությունը ճիշտ կազմակերպելու եւ ճիշտ առաջադրանքներ դնելու մեր ժողովրդի առաջ։ Պիտի տեղ հասնենք։ Պարոն Տոնոյան, ինչ գաղափարներով էր տոգորված հայ ազատամարտիկը Արցախյան առաջին պատերազմում, որն էր հաղթանակի գրավականը։ Նախ այդ ժամանակ, որ
ամբողջ տեսեք չափազանց կարևոր էր կամավորականության սկզբունքը, որովհետև կամավոր գնալ դա նշանակում է մի քանի անգամ առավելություններ ունենալ այն հակառակորդի թշնամուդ հանդեպ, որոնց բռնոտելով են բերում դեպի ճակատ, արդեն դու այդտեղ հաղթել ես իրեն, այդ մի դիրքում։ Մենք այն ժամանակ բոլորս կամավոր ենք գնացել, բայց եղել է պատերազմում մի փուլ, այս սրան ուզում եմ անպայման անդրադառնանք, եռամսյա հավաքների ժամանակ, դա 94 թվի այն ծանր շրջանն էր, երբ որ թուրքերը Մարտակերտի շրջանը, Շահումյանի շրջանը գրավեցին և Մարտակերտի շրջանի մեծ մասը գրավեցին 93 թվականին, հունիսի 12-ին սկսել են հարձակումը։ Այդ ժամանակ եղավ մի շրջան, երբ որ եռամսյա հավաքներ հայտարարվեցին և զորահավաք տեղի ունեցավ։ Սա էլ եմ ողջունում, սա էլ էր ողջունելի, սա էլ էր անհրաժեշտ քայլ, որովհետև գալիս է պատերազմի ժամանակ մի փուլ, երբ կարող է, այսպես ասած, էնտուզիազմը զիջել, այսպես ասած, ճակերտավոր տրամաբանությանը, այդտեղ արդեն պետք է պետության գործիքը աշխատի, ինչը որ չաշխատեց այս պատերազմի ժամանակ, համեմատությունը դրա համար բերեցի։ Մենք այն ժամանակ շատ կազմակերպված ենք եղել, չնայած նոր ձևավորվող բանակ էր, այդ սկզբի փուլը անցել ենք, այդ ջոկատների, այդ ֆիդայական տրամադրվածության, որ ես մի ջոկատը, չէ, մենք որոշում ենք այս գյուղը պահենք, այս ճանապարհն ավելի կարևոր, չէ, այս մյուսն է, մենք էլ ուզում ենք սենց անենք, բան, դա շատ կարճ ժամանակում դժվարությամբ, բայց հաղթահարվեց, որովհետև կար ընդհանուր կազմակերպվածության գիտակցումը կար կարևորության հարցի, ամբիցիաները դեռ այդ ժամանակ այդքան բարձր չէին, որովհետև կիսելու բանը չկար դեռ, ընդամենը հայրենիք գրավելու, հայրենիք պաշտպանելու, սեփական հայրենիքը ազատագրելու գաղափարը կար, սեփական ժողովրդին, Արցախի ժողովրդին տվյալ պարագայում սատար լինելու, իրենց կողքին լինելու, իրենց հետ լինելու գաղափարն էր, որ մեզ դարձնում էր շատ կենսունակ և մենք կարողացանք մեր հաղթանակը կռել այն հակառակորդի դեմ, ով թե մարդկային թվաքանակով, թե զենքով, զինամթերքով, բոլոր իմաստներով առավելություններ ուներ մեր հետ համեմատած, թվաքանակ, զենք, զինամթերք, դիրքային, դա չլսված բան է, որ ցամաքային ճանապարհ չունենալով, օդով, ուղղաթիռներով ընդամենը մենք կարողացել ենք ապահովենք Արցախին սննդամթերք, զինամթերք, ջոկատներ, զինվորներ, իսկ այդ տանկերը մենք խլել ենք սկզբի փուլում, երբ որ դեռևս Շուշի, Լաչին ազատագրված չի եղել, թուրքերից ենք խլել, վերանորոգել ենք և իրենց դեմ ենք օգտագործել։ Այսպես է եղել այդ հաղթանակը, այսպես է ձեռք բերվել, ծանր և մի, չգիտեմ, ինչ անուն տամ այդ տղեկին, ովքեր առաջնորդում էին մեզ, այդ տղաների կյանքի գնով ենք մենք հասել այդ հաղթանակին։ Ճիշտ է, մենք ունեցանք 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը, ճակատամարտը, բայց մայիսի 9-ը կմնա մեր ժողովրդի համար հաղթանակների խորհրդանիշ։ Հազարամյակների ընթացքում, դարերի ընթացքում առաջին անգամ մենք ունեցանք մեր պատմական հայրենիքի փոքր հատվածի ազատագրում։ Ինչ եք կարծում, 44-օրյա պատերազմը գործընթացների օրինաչափ ընթացքի հետևանք էր, թե ծրագրավորված գործընթաց։ Որպեսզի այդպիսի հարցի պատասխանեմ, ես բավականին լուրջ վերլուծությունների մակարդակով միայն այդ հարցերին պատասխանելը
կլինի վերլուծական պատասխան։ Բայց փաստերել մենք ցավոք սրտի չենք կարող ունենալ, որ կարողանանք ասենք փաստերով դա հետո է բացահայտվելու, փաստերը հետո են գալու։ Բայց այս 20 թվականի պատերազմի թերությունները քիչ թե շատ փորձառու աչք ունեցող, պարտադիր չի ռազմական ստրատեգ լինել, ուղղակի փորձառու աչք ունեցողի համար ակնհայտ էր, որ սա չափազանց անկազմակերպ եւ նախ իշխանության գալը 18 թվին իշխանության գալուց հետո զրոյական կետից սկսել, ասենք թե Արցախի շուրջ բանակցությունները։ Լավ, ընդունում ես, որ դու քո սեփական կետից ես սկսում, այսպես ասած։ Այդ սեփական կետից սկսելու արդյունքները մենք հետո ճաշակեցինք։ Եթե հիմա իհարկե հորջորջում են, որ ի սկզբանե ծախած էր էդի, իրան ժամանակ էր տված, բա լավ, որ տված էր էդի, դու եթե պետք է հետո ստացվեր, որ դու գիտեիր արդեն, որ տված է այդ ամեն ինչը, ուր ես եկել մտել այդ տալու թագն ու պսակը բերես վերջակետին հասցնես, եթե դու դավաճան չես։ Լավ, եկար իշխանության, չգիտեիր այդքան խորությամբ, պատասխան կարա լինի, չէ, այդպես իրենց կողմից, չգիտեիր խորությամբ, չէիր պատկերացնում, թե ինչ վատ վիճակ է, կանգնեիր ասեիր ժողովուրդ ջան, շատ վատ վիճակ է։ Փաստորեն Արցախը տված է, ես տեղյակ չեմ, կամ ես գնում եմ, կամ միասին ինչ-որ հարց լուծենք, ոչ թե գնայիր Ստեփանակերտի հրապարակում գոռայիր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Տեսեք, ասում են, որ այդպես ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, ավելի պատերազմ բերեց, ավելի արագացրեց, ես դրան այդքան էլ կողմնակից չեմ։ Որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան ծրագրավորված ունեցել են, որ եւ հիմա էլ կա այդ ծրագիրը, չեն դադարում այդ ծրագիրը հանել իրենց օրակարգից, որովհետեւ իրենց պետք է որ մի օր Կովկասյան տարածաշրջանում այստեղ իրանց պետությունների միջև Հայաստան պետություն չլինի։ Սա միշտ ունեցել են հարյուրավոր տարիներ առաջ, երբ մտել են իրենք փոքր Ասիայի ժամանակվանից սկսած, երբ որ Ադրբեջան չի եղել, հետո Ադրբեջան պետությունը ձևավորվել այդ ժամանակ են ունեցել եւ հիմա էլ իրենք դա ունեն։ Ամբողջ հարցը անդրադառնամ, հետ դառնամ խոսքիս, այս իշխանությունները կոնկրետ այսօրվա վարչապետը, եթե դու տեսնում ես, որ պատերազմը, եթե իհարկե զգացել ես, հասկանում եք, իսկ այդքան մեծ տեղաշարժեր չզգալ, չիմանալ, չհասկանալ, դա նշանակում է, եթե դու իրոք չես իմացել, բայց ես վստահ եմ իմացել էինք այդ մասին, եւ պատրաստ չլինել դրան, այդ ուխտադրուժետի անցել է այդ ժամանակները, վերջը տիեզերքից նկարահանումներ կա, բան կա, հազար ու մի բաներ կա, բացի դրանից վերջը տեսնում են, չէ, ինչքան մեծ զորաշարժ է տեղի ունենում եւ այլն, դրա համարժեք պատասխանը չի եղել։ Դրան նախորդող շրջանում բանակի հետ կապված պատկերացումներ, պատերազմի հետ կապված պատկերացումներ, այդ անկազմակերպվածությունը, հրամանատարական կազմում փոփոխություններ, բավական կարևոր հանգուցային տեղերում փոփոխություններ, պատերազմի սկսելու առաջի օրերին նախկին փորձված, տեղանքը լավ իմացող հին հրամանատարներին չեն թողել անգամ մոտենան այդ կառավարման պունկտերին, հետո պատերազմի կեսից հետո, երբ որ տեսան բանը բանից անցնում է, մարդ պիտի գտնեին, որ
Բարթեին պարտությունը հերթով բաժանեցին, չէ, որ ուղղությունը պետքա Սեյրան Օհանյանը լներ, Մոսին որ ուղղությամբ պիտի լիներ բան, այդպես, բա սկզբի այդ առաջի օրերին, որ մարդիկ ուզել են մտնեն, հասկանան ինչա բան, ինչու չէին թողում։ Եվ այսպիսի բազմաթիվ բաներ, որոնք որ պետք չի ունենալ հետախուզության տվյալներ նոր որևէ եզրահանգում։ Սա ինչ որ թվարկեցի մեր աչքի առաջ է եղել եւ էլ ավելի շատ բաներ են եղել մեր աչքի առաջ, որ եթե այսօրվա մեր զրույցի ձևաչափի մեջ, չգիտեմ դա մտնում է թե չէ, մանրամասներ կարող եմ ասել, թե բայց դա արդեն ես ռազմական փորձագետ չեմ կամ ստրատեգ չեմ, բայց աչքիս առաջ է եղել, ես տեսել եմ, համեմատությունն եմ արել եւ հասկացել եմ, որ ամսի հոկտեմբերի 1-ին ես զանգել եմ Երևան, հոկտեմբերի 1 զանգել եմ Երևան եւ իմ դերակատար ընկերներին, ովքեր դերակատար են մեր կուսակցության մեջ, դաշնակցության մեջ, որպես ասել եմ ամեն ինչ պիտի անեք օր առաջ պատերազմը դադարեցնեք, սա տանուլ տված պատերազմ եմ տեսնում։ Իսկ մերոնք պատկերացնում եք 4 օր հետո, հələ անգամ մինչև Շուշին չէին գրավել, հələ ժողովուրդը էյֆորիայի մեջ էր, թե հաղթելու ենք, ես բանով էին գնում, չգիտեմ ինչ ձոր էր ասում են տղեն, ինչ էր նա, որ հեսա գալիս են մտնում են ձոր, հեսա մենք կոտորում ենք, արծրունը, այտենց խաբելով ժողովրդին բերեցին, հասցրեցին մինչև բան, վերջի օր, բայց ես 4-րդ օր նորից եմ ասում, զանգարել եմ, ասել եմ, որ ստեղ բան եմ տեսնում, չեմ կարող ասեմ ինչ, բայց ստեղ էսի պաշտպանություն չի, սա վիճակ չի, սա ստեղ էսի այս մասշտաբի պատերազմի համարժեք չի մեր գործողությունները, այն ինչ որ մենք տեսնում ենք, այդ վիրավորների հոսքը, որ տեսնում եք, այդ կազմակերպվածությունը եւ այլն, դրանք հստակ երևում էր, որևէ դասեր չեն քաղել այսօրվա իշխանությունները։ Այսօր տեսեք ով է պաշտպանության նախարարը, ովքեր են փոխնախարարները, այդ հերթով գնանք ոլորտ առ ոլորտ, տեսնենք ովքեր են ղեկավարում եւ եթե ասենք թե օրինակ նախարարը լավ ասենք թե քաղաքական պաշտոն է, պետք է տեղակալները, պիտի խորհրդականները եւ այլն պետք է լինեն մասնագետներ, որ կարողանան այդ քաղաքական պաշտոն վարող ընկերոջը բացատրել, հասկացնել եւ այլն։ Չկա այդպիսի բան։ Հերթով նայեք, տեսեք հակահետախուզության պետ ում են դնում, ինչի մասին է խոսքը եւ ընդհանրապես որևէ ոլորտ չի ղեկավարվում պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։ Սա առավել եւս այն ժամանակ, հələ հիմա գուցե մի քիչ ինչ-որ պետական փորձառություն եւ այլն բան ունեցա, այն ժամանակ մանուկներով էին ղեկավարում պետությունը բառեզբուն իմաստով, մանուկ մանկամիտներով, պարզեր, որ այսպես պիտի լիներ, բայց ես վստահեցնում եմ ձեզ, պատերազմի առաջի օրերին, չնայած հիմա ես ինչ-որ կասեմ, հակասության մեջ չի մտնում իմ ասածի հետ, որ առաջի օրերից ի սկզբանե երևում էր, որ պատերազմը տանուլ տված է, առաջի օրերին մեր առաջապահ տղաները, ովքեր կանգնած են եղել առաջի գծում, ադրբեջանցիները չափազանց մեծ կորուստներ են ունեցել, որը իրենց մոտ տակտիկական բան փոխեց եւ Թուրքիայի շտաբը վերցրեց ղեկավարելու մարտական գործողությունները անմիջապես։ Դա պայմանավորված էր մերոնց դիմադրությամբ, կատաղի դիմադրությամբ, որի ժամանակ իրենք սպասում էին, որ հեսա արագ անցնելու են ամեն ինչ բան, մի երկու տեղ ճեղքում արեցին Ջեբրայիլում, Ֆիզուլիի հարավում, Ջեբրայիլում այդ բանը եղավ, եւ այդ ճեղքումը, որ տեղի ունեցավ, մենք այդտեղ ունենք երկրորդ պաշտպանական շրջան եւ ունենք երրորդ գիծ պաշտպանության։
այդտեղ որևէ կազմակերպված նահանջ տեղի չունեցավ։ Հաջորդ պաշտպանական գծում տեղակայվել, պաշտպանվել, եթե իրենց համար նորություն էր այդ բանը անօդաչու թռչող սարքերի հետ կապված, մենք հենց մեր երկրորդ շերտը արդեն գալիս են Հադրութի այն հատվածներն է գալիս, որտեղ որ անտառածածկ են, որտեղ որ այդ բեսպիլոտնիկ կոչվածները այդքան դերակատարություն չէին կարող ունենալ ինչ-որ բաց տափաստաններում, դաշտերում։ Հարկավոր էր էդի հետ գալ, դասավորվել, այնտեղ պատկերացնում եք այդքան տեղը տենց եկան այդ Ղուբատլույով, Զանգելանով, այտենց բարձրացան, Լաչինով եկան մտան Շուշի։ Մենք էինք հպարտանում, թե անառիկ Շուշին ոնց գրավեցինք այս կողմից, իրենք էլ հակառակ կողմից եկան ու գրավեցին Շուշի։ Ստեղ իրենք էլ հիմա հպարտանում են վստահ եմ դրանով, ման իրենք էլ ոտով եկան մտան Շուշի։ Սա զրո կազմակերպվածության, զրո ստրատեգիական մտածելակերպի հետևանք է սա։ Ինչպես կգնահատեք փաստը, որ ներկայումս գործող իշխանությունները ջանասիրաբար փորձում են մեղավորներ փնտրել բանակի գործուն գեներալների շարքում, ինչպես նաև այն նախկին Արցախյան առաջի ազատամարտի հաղթանակ կերտած հրամանատարների շարքում։ Դրա փոխարեն ռազմաճակատում այդ ձախողումներ թույլ տված գեներալներին տվեցին հերոսության շքանշաններ։ Տեսեք, հիմա ձեր հարցին հարցով պիտի պատասխանեմ։ Բա որ մեղավոր չգտնեն, ով է մեղավորն այդ դեպքում։ Կստացվի, որ իրենք են մեղավոր, դրա համար մեղավորներ պիտի փնտրեն։ Հիմա մի հատ էլ հարց տամ։ Ինչ եղավ այդ հանձնաժողովը, այդ որ 44-օրյայի այդ որ ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ քննում են։ Ինչ պարզեց, այդքան մարդ լսեցին։ Ես առանց մանրամասների մեջ խորանալու, առանց պատկերացնելու այնտեղ ում են քննել եւ այլն բան։ Եթե չկան արդյունքներ, իրանք եկել հասել են միտեղ, որ եթե մեղավորներ կարգեն արդեն այդ քննության արդյունքում, այդ մարդիկ խոսելու են, չէ՞, դատարաններում, եւ պիտի ասեն հրամանա որտեղից եկավ իրենց հասավ։ Դրա համար եկել հասել են այս միտեղը ու կանգ են առել։ Թող գնան առաջ։ Տեսնեմ կգնան առաջ։ Հիմա հասկանալի է ով է մեղավորը։ Հասել ենք այն կետին, որ ըստ էության 44-օրյա պատերազմի մեղավորների հարցը փակած, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Արցախի դեմ ռազմական ագրեսիայի կանաչ լույսը վառած, Արցախի հայաթափումը բռնի լեգիտիմացրած իշխանությունները այսօր հայտարարում են, որ Արցախը հանձնեցին, ասենք 10-15 օր նախագահի նոր պաշտոնը ստանձնած Շահրամանյանը կամ մի քանի ամիս ազգային ժողովի նախագահությունը ստանձնած Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ։ Տեսեք, ես եթե սկսեմ հակադարձել դրան, դա նշանակում է, որ իրենց բանի տեղ եմ դնում, իրենց ասածն եմ բանի տեղ դնում։ Կարծում եմ տարրական կրթություն ունեցող մարդու համար էլ նույնիսկ հասկանալի է, որ Շահրամանյանը կամ ազգային ժողովի նախագահ դրեցինք դաշնակցությունը, լավ եթե որևէ մեկը չի համաձայնվում, չկա էդի, այդտեղ պաշտոնի դրոշն ընկած է, ով պիտի վերցնի։ Այդտեղ իհարկե ծայրահեղ ծանր օրերին դա վերցնելը այդ պատասխանատվությունը չափազանց բարդ էր։ Հիմա այդպես եղել է նաև ասենք թե առաջի հանրապետության ժամանակ ընկած է եղել դրոշը, վերցրել են։ Այն ժամանակ հաջողվել է Արամ Մանուկյանին եւ Դաշնակցությանը պետություն ճակատամարտը Սարդարապատի կազմակերպել, հաղթանակով դուրս գալ, կերտել այդ
բեկորներից Հայաստանի Հանրապետություն ձևավորել։ Այս անգամ այդպես է ստացվել, որովհետև պետականության պայմաններում Հայաստանը ոչ միայն ռազմական աջակցություն, այլ մեկ քաղաքական աջակցության ելույթ չի եղել 9 ամիս պաշարված Արցախի ժողովրդին։ Ինչի մասին է խոսքը, ով է հանձնել, բանարեցին եւ այլ, այսինքն դրանից 9 ամիս առաջ շրջափակման սովի էր մատնված, այդ ժամանակով էր ազգային ժողովի նախագահ կամ երկրի նախագահ Շահրամանյանն էր, թե Դավիթն էր Իշխանյան ազգային ժողովի նախագահը, որ 9 ամիս նշանակում է գնում էին իրենք դրան, չէ՞։ Այսինքն դրա իրանց այս ասածը դերը խաղում պիտի ես տարբերակում չեմ դնում մեր ժողովրդի մեջ, դերը խաղում են միամիտ ու խեղճ, քիչ ինֆորմացված, միայն իրենց լսող, այլընտրանքային որևէ աղբյուրի չլսող այդ խեղճ ժողովրդի վրա են իրենք խաղում։ Իրենք այդպես խաղացին մեր ժողովրդի հույզերի հետ, իրենք ամենամեծ հանցագործներն են իրականում։ 21 թվին հստակ հում արդեն եղել էր կապիտուլյացիոն ստորագրել էր, հասկացել էր պարտության ծանրությունը, հասկացել էր, այսպես ասած, որ այդքան վախենում էր Ալիևից ու Ադրբեջանից, բայց այդ 21 թվին իրանց նախընտրական քարոզարշավի հիմնական կետերը Շուշիի դեօկուպացիա, Հադրութի դեօկուպացիա եւ այտենց այդ բանով են մտել ժողովրդից քվե ստացել, բայց իրանք ժողովրդի քվե գողացող չեն, քվեն գողացել է, չէ՞։ Դեօկուպացիա ասողը հետո գնում է Եվրոպա եւ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, երբ որ քու ժողովուրդը այնտեղ անպաշտպան է։ Սրանք ժամանակի ընթացքում դրա համար են հիմա այսպես կենաց մահու կռիվ տալիս իշխանության մնալու համար, որովհետև իրենց համար դա ապրելու խնդիր է, որովհետև գիտեն, որ պիտի պատասխան տան այս ամեն ինչի համար, առանց պատասխան տալու չի լինելու։ Էնպես չի, որ ես օրինակ մեկը անհամբերը սպասում եմ, թե իրենք երբ պիտի պատասխան տա, բայց ես անհամբերը սպասում եմ այն օրվան, երբ որ սրանք իշխանության չեն լինի եւ մենք սկսենք մեր մեջքը շտկել։ Մենք նյութ պիտի տանք մեր երիտասարդներին, մեր երիտասարդները, մեր սերունդը ում օրինակով պիտի դաստիարակվի։ Իրոք հարկատուի՞։ Այս երկրի հերոսն իրոք հարկատուն է։ Այն հարկատուն, որ ձեռը ճարը լինի, ոչ մի կոպեկ էլ չի տա, եթե պետական գործիքը չաշխատի։ Մենք պիտի կարողանանք մեկ բան հասկանանք. բազմաթիվ պետություններ, ժողովուրդներ, ծանրագույն պարտություններ են կրել, հիմա օրինակները չբերեմ։ Ասենք թե Փարիզի հաղթական կամարի տակով 2 անգամ գերմանական զորքը անցել է, Ֆրանսիա որպես պետություն վերացրել են, որևէ բան չի եղել, բայց հետո Ֆրանսիան ոտքի է կանգնել եւ Ֆրանսիան դառել է միջուկային գերտերություն։ Ով ասեց, որ սա անդառնալի կորուստ է մեզ համար։ Ծանր կորուստ է մեր համար, բայց անդառնալի չէ։ Եթե կենցաղային օրինակով բերեմ, եթե մի մարդ անընդհատ ասում է մի կտոր հաց լինի յոլա գնանք, այս հոգեբանությամբ ապրող մարդը չի կարող առաջընթաց ունենալ, թե իր կենցաղում, թե մի բանով գոնե իր հարևանին օգնի, ձեռք մեկնի իր բարեկամին օգնի։ Մենք եթե մեր առաջ չունենանք, հիմա ասենք թե այդպես են, չէ, ասում բանը դե Արցախի եկեք այս 29000 էսա, մեկ էլ Արծվաշենի էս բանը, էսա։ Կյանքը ցույց է տալիս, որ եթե դու չունես այն մեծ ծրագիրը, վաղ ես փոքր եղածնել չես կարողանալու պահես, որովհետև դա եթե դու քո գյուղում
չեմպիոնն ես, չես ուզում օլիմպիական չեմպիոն դառնաս, չես պարապում դրա համար։ Վաղը քու գյուղի չեմպիոնն էլ չես լինելու։ Էլ ոնց ես, էլ ինչ օրինակ բերեմ։ Մենք պիտի անպայման Արցախը վերադարձնելու այդ նշաձողը վերցնենք, գնանք առաջ ոչ միայն ասածիս համար, որ սա էլ չկորցնենք, այլ ռեալ պիտի ձգտենք դրան։ Սա պատերազմի կոչ չի։ Կյանքը փոխվում է, ամեն ինչն է փոխվում, աշխարհաքաղաքական անընդհատ վեկտորներ են փոխվում, վերադասավորումներ են լինում։ Դու այդ պահին ցատկի պատրաստ ես, թե պատրաստ չես։ Որովհետև ամեն րոպե կարող է ցատկելու պահը լինի, իսկ դու այդ ցատկին ֆիզիկապես, հոգեբանորեն պատրաստ չլինես ցատկելու։ Մենք պետք է ամեն ինչ պիտի անենք դրան հասնելու համար։ Աշխարհն անարդար է, տեսնում ենք աչքներիս առաջ ինչ է տեղի ունենում։ Աչքներիս առաջ Արցախը դատարկվեց, սա ցեղասպանություն էր եւ միջազգային հանրության դերակատար պետությունների արձագանքները խոշոր առումով, բացի նրանից մանր-մունր մի քանի ազգային ժողովներում, պարլամենտներում իրենց խոսնակների բանի դեմքերից բացի լուրջ որևէ հակազդեցություն, քաղաքական հայտարարություն, որևէ բան տեղի չունեցավ։ Պաղեստինում բացահայտ այս ժողովրդին դրել կոտորում են, Գազայի հատվածում, այդքան երեխաներ են զոհվում, այդքան կանայք են գնում, աշխարհն անարդար, անհաղորդ, իրենց շահերի հետևից ընկած։ Բա մենք ուր ենք նայում։ Մենք ինչով ենք ուժեղանալու։ Մենք մեր սփյուռքը արդյոք լիարժեք մեր սփյուռքը օգտագործում ենք, ովքեր պատրաստ են պետության կողքին կայնելու, թե երկիրը բաժան են կարել սևերի սպիտակների, հիմա էլ սփյուռքում են անցնում իրենց մանկլավիկներով կիսում են այդ մեր սփյուռքի կառույցներն են ջարդուփշուր անում, ամեն ազգային բանը վերացնում են։ Սենց մենք դրա համար եմ ասում, ոչ թե ես անհամբեր սպասում եմ, թե հաշվեհարդարի ժամը երբ պիտի գա, սրանք ինչ պատասխան պիտի տան։ Ես անհամբեր սպասում եմ, սրանք երբ պիտի չլինեն, որ մենք այս ամեն ինչից դասեր քաղելով նորմալ իշխանություններ ձևավորենք, դասեր քաղելով հասկանանք ուր ենք գնում, մեր ազգային շահը, մեր նպատակակետները դնենք ու աստիճանաբար իրոք կրթվելով, ոչ թե ճղած ջինսով գնամ ասեմ կրթությունը նորաձև է, 4 երեխու մեր է, այտենց այդ ձևով գնում են այնտեղ ասում են կրթությունը նորաձև է, կրթությունը ոչ թե նորաձև է, կրթությունը ապրելակերպ է, կրթությունը անհրաժեշտություն է, ոչ թե նորաձև է։ Էս իրանց ուղեղն այդքան է հասնում։ Արամ Տոնոյան, դուք այս տարիներին ակտիվ մասնակցել եք դիմադրության շարժումներին։ Ինչ է պետք, որպեսզի վերջապես այս իշխանություններին հեռացնենք։ 18 թվականի դառը փորձն է մեր ժողովուրդը իր աչքի առաջ ունի, որ հնարավոր չի լինում այլևս փողոցով իշխանությունը փոխել։ Անկեղծ ասած, փողոցով իշխանությունը անհնարին է փոխել, այս խոսույթը ավելի շատ այս իշխանությունների կողմից է գալիս եւ իրենց կողմից, այսպես ասած, դառնում է խոսույթ, էլի այդ նարատիվ բառը չեմ ուզում օգտագործեմ, նարատիվ է դառնում։ Իրականության մեջ մեզ հաջողվեց բավականին ժողովուրդ դուրս բերել փողոց, բայց եւ բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ։ Տեսեք, մի փոքր գամ, տեսեք Վրաստանում ինչ տեղի ունեցավ, չէ՞, այս վերջի այս օտարերկրյա ագենտների հետ կապված եւ այլն, որ բացասեցին բան։ Տեսեք Թուրքիայում ինչ տեղի ունեցավ, ինչ բան, ինչքան ժողովուրդ էր դուրս գալիս, բայց իշխանությունը տվողը չեղավ։
որ այս իշխանությունները ատամներով ըլնի, արյուն թափելով ըլնի, որևէ բանի առաջ չեն կանգնի, մենք չենք կասկածում։ Եվ այստեղ ամբողջ խնդիրը մեր շարժումները շատ ազգային էին ու շատ մեզ պետական էին, պետականամետ շարժումներ էին, անցած մեր դիմադրությունների շարժումը, սրբազան շարժումը, հայոց փրկության շարժումը, բավական տեղեկացված եմ, վստահորեն սա կարող եմ ասել, մենք որևէ երկրի խոսնակը կամ գործիքը չդառանք, գուցե այսպես ասած չակերտյալ հաջողության չհասնելու պատճառը նաև դա էր, բայց դա էլ իր գինը կունենար, դրա համար մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, այդ ժամանակ ա ուզում, տեսեք, գուցե այն ժամանակ, տեսեք էստոնացի լրագրողը ամոթանք տվեց մեր ամբողջ ժողովրդին, չէ, ասեց առաջի անգամ եմ տեսնում, որ պատերազմում այսքան կորուստներով պարտություն կրածին նորից ժողովուրդը ընտրի, դա իրականության մեջ մեր ժողովրդին ինքը ամոթանք տվեց, բայց ես չգիտեմ այդ ժուրնալիստը, այդ լրագրողը արդյոք գիտեր 21 թվականին Հադրութի դեօկուպացիա, Շուշիի դեօկուպացիա, ինչ գնով է, խաղաղություն են բերելու, խաղաղ է կլնելու, ծաղկելու ենք նորից, լավ ալնելու, Արցախը մերն ա լինելու և այլն, ինչ լոզունգներով է ինքը խաբել այս ժողովրդին, ես չգիտեմ տեղյակ էր թե չէ, այնուամենայնիվ խոսքս վերաբերվում է նրան, որ մենք այլևս խաբվելու տեղ չունենք։ Միջազգային դերակատարներն էլ են հասկացել, որ սա այդ իր, այսպես ասած, ճարպկությամբ, այսպես ասած, մի բան ասեմ ընդեղ, մեկը գամ ստեղ ասեմ բան, էդ էլ ա սպառվել արդեն, այս իրանց դյուրագրգիռ պահվածք էս վերջի շրջանի, որ արդեն չեն կարողանում իրենց կառավարեն, արդեն անցել են փողոցային բարբառի, փողոցային խոսույթի են անցել բան, սրա մասին է խոսում, որ իրենց վիճակը վատ է, և օր-օրի իրենց ռեյտինգը գահավիժում ա ներքև, և կգա մի պահ, ինչ-որ մի բան պիտի փոխվի, պիտի նպաստենք մենք դրան, բայց այդ պահը պիտի գա, որը անկախ ընդդիմությունից պիտի լինի, որ ժողովրդին պետք է նորից ոտի հանել և իշխանությունը պետք է սրանք զիջեն, պետք է զիջեն ժողովրդի կամքին, պետք է ձևավորվի նորմալ իշխանություն, պետք է լինեն նորմալ արդարացի ընտրություններ և պետք է Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը պիտի մեջքը շտկի, մենք պետք է կարողանանք մեր արժանապատիվ դերն ունենալ թե այս տարածաշրջանում, թե ընդհանրապես, որովհետև մեր ժողովուրդը իրականության մեջ բազմաթիվ անգամ ասել եմ, մեկ անգամ էլ ասեմ, 20 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ նոր սկսվեց այս ամեն ինչը, պետք է մի հատ հետադարձ ժամանակով մենք գնանք հիշենք այն չեք գտնի աշխարհում մի ժողովուրդ, մի պետություն, որ զինկոմիսարիատների դռների դիմաց այդքան երիտասարդներ հավաքվեն և կամավոր ասեն զենք տվեք մեզ, մենք ուզում ենք գնալ երկիրը մեր պաշտպանել, չեք գտնելու, մեր աչքի առաջ է Ռուսաստան, Ուկրաինա, տեսնում ենք ինչ վարձատրությունների դիմաց, ինչ ուժի բերման ենթարկելով կարողանում են իրենց մարտական առաջադրանքները կատարել, իրենց ֆրոնտները ապահովել, մենք այս ժողովուրդն ենք, որ կամավոր պատրաստ են գնալ մեր հայրենիքը պաշտպանելու և այս ժողովրդի պոտենցիալը չօգտագործելը դա այսի դավաճանությունն է արդեն հաստատ, պիտի կարողանանք մենք դա անել։
Շնորհակալություն, պարոն Տոնոյան, շատ կարևոր բովանդակալ այդ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, մի քիչ ես շատ խոսեցի, չգիտեմ ձեր հարցերը, բայց օրվա մեր թեման ոտքի կանգնել, վերադարձ դեպի մեր փառահեղ օրեր, ես դա տեսնում եմ, որ կարող ենք ունենալ դա, թեկուզ ես չտեսնեմ, ես համակերպված եմ նույնիսկ այդ մտքի հետ, պարզ ասեմ, որ դրա համար ժամանակ է պետք, պատրաստվել է պետք, որ հերթական ֆիասկոն չունենանք, ձախողումը չունենանք, բայց ես տեսնում եմ, որ այդ օրը գալու է եւ մենք պարտավոր ենք դա անելու։ Երկրի վրա, աշխարհի երկրագնդի վրա գոյություն ունենալու համար մենք պարտավոր ենք դա անելու։ Մենք պետք է ուժեղ լինենք։ Ես եմ շնորհակալ ձեզանից հրավերքի համար։ Շնորհակալություն։ Պանորամայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր բժիշկ ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար։ Կհանդիպենք առաջիկա եթերներում։ Ցտեսություն։